Ոնց է Ժորժ ջան։ Ձեր հետ միասին շատ լավ։ Քարում ենք որ լավ է։ Քանի որ մեր քարոզս կարում է հելի լարվը։ Կարող ենք, ով է, դու ես սելֆի ես անում։ Աբրես։ Դեմ չեք որ սահակեն որ չվարվեն։ Ժորժ ջան, ոնց է։ Մարտական։ Մի փոքր որ հավաքվենք։ Փորձեմ ուղղակի շատ կարճ։ Ինչն է տարբերությունը այս ընտրությունների եւ 21 թվականի ընտրությունների մեջ։ Գիտեք, այն ժամանակ իշխանությունը պարտերով պատերազմում, բերելով զոհեր, ձախողվելով գրեթե ամեն ինչում, բայց այնուամենայնիվ ասում էր, որ հայրենասեր ենք, որ պայքարում ենք Հայաստանի համար, որ վերադարձնելու ենք, դե օկուպացնելու ենք, չէ, տենց էին ասում Շուշի և Լաչինը և Հադրութը, Լաչինի Միջանցքն ենք պահում և այլ։ Ժորժ ջան, հիմա ինչ է ասում այս իշխանություն, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ասում ընդհանրապես մենք ինչ կապ ունենք սրա հետ։ Արցախում ոչ մի բան չի կառուցվել, ոչ դպրոց ա եղել, ոչ մի բան չի եղել։ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր։ Եվ ընդհանրապես մեր պատմությունը, այն պատմությունը չի, որը մենք պետք է ուսումնասիրենք, այդ պատմությունը ավելի ուրիշ է։ Ինչ ցեղասպանություն, հələ պետք է պարզենք այդ ցեղասպանությունը ինչի համար եղավ, թե մեղավորը ով է, մի հատ հասկանանք ինչի Թուրքիան որոշեց 1.5 միլիոն հայ կոտորել։ Եվ ընդհանրապես խի եք Արարատին նայում, կա Արագած, մի հատ բավարարվենք մեր Արագածով։ Սա 180 աստիճանի փոփոխություն է ամեն ինչում։ Եվ այն ժամանակ մարդիկ կարող է մտածեին, ասեին դե լավ էս, իսկապես էս հարիվը ինչ անի, հիմա պատերազմա, փորձ չուներ, բան չուներ, հիմա սենց ստացվեց եւ այլ։ Հիմա ինչ պիտի ասի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար ձայն տվողը ինք իրեն հարց պիտի տա, թե ոչ, ես ինչի համար եմ ձայնս տալիս այս մարդուն։ Որ իմ ինքնությունը փոխի, իմ պատմությունը փոխի, որ արդարացնի ամեն ինչ։ Մարդ, որ ասում է 5000 զոհը հանուն ոչինչի է։ Եվ այդ հարցը ինձ տալով անընդհատ ես չեմ հասկանում, թե ինչ պատճառաբանությամբ, ինչ մոտիվացիայով, ինչ հիմնավորումով մարդ պետք է գնա եւ ձայն տա ԿՊ-ին։ Էլ մի կողմ դնենք այն աներեսությունը, որով այսօր գնում են իրենք մարդամեջ եւ խոսում են եւ փորձում են համոզել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը պայծառ ապագա է բերում Հայաստանին։ Մարդ մի քիչ ամոթի զգացողություն ունենար, ուղղակի իր այդ կաբինետին այն ամեն ինչը կհավաքեր, ուղղակի կթողեր գնար եւ մարդամեջ դուրս գալու հնարավորություն չպետք է ունենա։ Համաձայն եք, որ սա է վիճակը, Ժորժ ջան։ Իրականում բան մեկ բառ չեմ ավելացնում։ Ամբողջությամբ ինչ որտեղ ոչ ուղղակի, բայց ցիտում եմ այն, ինչ անում է այսօր իշխանությունը։ Հատ առ հատ։ Հիմա ինչ պետք է մենք անենք։ Եվս ասենք, այս հարիվին մի հատ էլ ձայն տանք, թողա մի հատ հասկանանք Սյունիքի ապագան ինչն ա լինելու։ Միգուցե Սևանը պիտի գյոչայ դառնա։ Եվս այդ հնարավորությունը տանք։ Չեմ կարծում, որ ուղղակի իրավունք ունենք դա անելու։ Մեր հայրենիքը մեծ չի, շատ ավելի մեծ էր։ Հիմա շեշտակի խուզել են, հիմա այն քարտեզն էլ որ դերել է, դա էլ մի քիչ էլ դա է խուզած։ Եվ քիչ է այս ամենը, դեռ հրապարակային հայտարարում են,
որ ադրբեջանական ինչ որ հողեր դեռ մեր վերահսկողության տակ է։ Ասում էստի համեցեք են անում պատերազմի համար։ Կամ փորձում են նախապատրաստել մեր ժողովրդին հետագա հողային զիջումների։ Հաշտ ենք մենք սրա հետ։ Ոչ, կարծում եմ հաշտ չենք։ Կարող ենք այս հարցը լուծել։ Վստահաբար կարող ենք։ Վստահաբար։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Պետք է պայքարենք։ Գիտեն, որ կա ինչ որտեղ մտցրել են վախի մթնոլորտ։ Սենց տոտալ հեռախոսների լսում, մարդկանց աշխատանքից ազատել, մի հատ Facebook-յան լայքի համար աշխատանքից են ազատում։ Հիմա իրականում ժողովրդավարությունից էլ չեն խոսում, դժվար է խոսալ։ Առաջ այս թեզերից մեկը ժողովրդավարությունն էր։ Հայաստանի ամբողջ պատմության մեջ այդքան բանդարկյալ իրենց հրճակած, հայտարարած մարդ չի եղել, ինչքան միայն այս 6 ամսում, երևի այս վերջի 6 ամսում կան Հայաստանում։ Սա լավ, միչև ուր, միչև երբ, և ինչի համար, հանուն ինչի։ Այս երկու օր առաջ էր, որ ասացի, այս համբալ բառը բան դարավ, չէ՞ մի քիչ շրջանառության մեջ մտավ, ահավոր նեղացան, շատ նեղացան, բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ Ալիևի տուզիկն է, չի նեղացել, ուրեմն կապ չունի, թե այդ մարդուն դու ինչ ես ասում, Ալիև բառը կպցրու, ամեն ինչ մարսելու է, հիմա չգիտեմ, լավ է համբալն ես, թե Ալիևի տուզիկը, Ալիևի համբալը, երևի, սա ընդունելի կլնի, սա կլնի ընդունելի Նիկոլ Փաշինյանի համար, իրականում ամոթ է, և խոսքս թե պետք է գնամ ենք ազգովի այդ արժանապատվության համար պատրաստ ենք պայքարել, թե պատրաստ չենք պայքարել։ Ուրեմն եթե պատրաստ ենք, մի հատ լավ բարձր ասա։ Մի րոպե։ Պատրաստ եք, իհարկե։ Պատրաստ եք։ Հիմա Ժողովուրդ ջան, կարող ենք։ Միասին։ Միասին։ Պատրաստ ենք։ Շնորհակալություն, ապրեք։ Դեռ ստեղ ենք, մի քիչ շփվենք, մի քիչ շփվենք։ Շնորհակալություն, ձեր հետ որ շփում ենք, մենք էլ ենք ոգևորվում։ Ամենից վատ բանը հիասթափվելն է։ Հիասթափված մարդը մեծ գործեր չի կարող անել։ Դուք մեզ ոգևորեք, որ մենք հանկարծ այս 20 օրվա մնացածում չհիասթափվենք։ Մոտեցեք Ժորժ ջան, եթե հարցեր ունեք։ Լավ, մենք դուք որ չեք գալիս, ես գան ձեր մոտ։ Ոնց է, Մենք ասում քեզ տարիներ, որ դուք եղել եք պրեզիդենտ, շատ լավ է։ Հաստատ ես ամենադեպս կզացաշենք Ձեզնից լիքը աջակցություն եմ ստացել։ Շնորհակալ ենք կաշով։ Առողջություն ձեզ, որ շարունակեք կառավարել։ Առողջություն։ Պայքարեք սատանաների։ Այո, Առաքիլեցի եկա այստեղ հսա։ Գները գլխարկ եմ հակել, այնքան հանդիպումների մեջ ենք, որ լավ վարվելու ենք։ Այս գլուխը հալա պետք է գալու երկրի։ Նորմալ պահի։ Արոն նախագահ, մենք ամեն ինչ անելու ենք միջով վերջի շունչը։ Խոստանում եմ ձեզ։ Միջով վերջի շունչը։ Պիտի ազատվենք այդ։
Նիկոլալի օգլից դարձած ենք։ Ես մեկ զարմանում եմ, որ Ես փախստական եմ մարդկա որ կարա գնա քվեարկի։ Բաքվից եկած փախստական եմ։ Եկել եմ, ոտել կորցրել եմ Արցախ։ Բայց այդ անհայրենիքը լրիվ ավելի է։ Լրիվ մեր այդ քրդիկը, մեր այդ տանջանքը, մեր մեծերի, մեր նախագետի տանջանքը, մեր հերոսների սաղ դրեց զրոյացրեց։ Դուք լավ գիտեք այդ ամեն ինչ։ Վաղ ասելով են արդեն, որ հերոսներ էլ չեն եղել։ Այո, Ապա ինչ ունեն Ղարաբաղը։ Ինչի համար են կռվել, ոնց որ ինք չի ուղարկել։ Վաղն դա են ասել։ դուրս կգանք։ Իհարկե դուրս են գալու։ Ձեզնից ամեն ինչ հիմա ձեզնից է կախված։ Այս շղթան պարտությունների որ կդրենք, դրանից հետո վերականգնելու հնարավորություն ունենք։ Ցավը չի քաշի, որ իմանա։ Գարբաչով Դուբայից ոյ մեկ պրծնենք, Գարբաչովը Սովետը քանդեց, ես Հայաստան քանդելով գալիս է, Գարբաչով դուան, Նիկոլ Ալիօգլի, Ճիշտ է, ճիշտ է։ Հադրութեցի, Իդեր եք դարել։ Դրութեց եկեն փոխի կարակստեղ։ Լավ արի, թույլ ժամանակ, էշի բերել եմ անուսի գնային արդուն, էշին էլ եմ վրա, դիրոշն եմ, հիմա իմ այր որ կեչ կա, որ տերի կա։ Հիգի մեկ են թույլ ժամանակ որ բերել եմ, էշի բերել եմ անուսի գնա տեր տուն, որ կեչ կա, որ տերի կա։ Ալա վերգի չեն բերել է էշը։ Որնակը ուզում են նկարվեն երեխեք։ Ոգան։ Ողան կարողը, սեպտիա։ Եկերս մեր արավատը։ Եկելա։ Ողան շարը։ Նույնն էլ է։ Ալիևը իրանց պատական տունը գրել է վրան, որ դուք փախնում դեմոտ կա։ Ասում քիզ է նկար։ Անա։ Աման չի։ Կալցուն, ես ձեզ։ Հայ, վայ։ Ձեզել առողջություն։ Պենդեք, շուշաչավ։ Հիմա ձև ենք չկա առողջություն չպահելու։ Առողջություն չպահելը հազիմանա։ Սկսել ենք պիտի ավարտենք, պարոն Քոչյան, ավարտի պիտի ասենք, տղամարդու նման։ Զատնիչ ունեմ։ Այո, սկսում եմ։ Լավ է, լավ։ Համբալ, մի ասեք համբալ, ասեք խրտվիլար, Այս լավ է կա։ Շուչն էլի, շարդվելակ, Աջողություն պարոն նախագահ։ Նախատար բախտը կոտրեն, ալևը բախնում ալա։ Իմիք թերը արդ չմը։ Ա